Հարցեր քահանային, սիրով կշարունակենք պատասխանել ձեր հարցերուն և կոմենտներուն։ Ինչու է մայրաթորը այսօր առավել վստահված Ռուսաստանապնակ միլիարդադերերուն, քան Արցախի գորստյան ցավը գրող շարքային հայերուն։ Ինչու է որ սփյուռքի աղոթող հավատացյալ սերունդը հեռացված է, իսկ ռուս գեներալներուն և հարուստներուն նվիրվող բադարակներն ու զոհաբերությունները չեն դադարում։ Ինչու է որ հայրենիքի սիրով մաշողը օդարվում է, իսկ խաչը վաճառողը պաշտպանվում։ Արդ ճշմարտությունը այն է, սիրելիս, որ այսօրվա կաթողիկոսը վերածված է պետական ու ֆինանսական գործարքներու մեջ գործակցի, որուն պաշտպանեն ոչ թե աղոթող հայերը, այլ իշխանության դեր շահագրգիռ խմբերը։ Այդ պատճառով է, որ ժողովուրդը լռում է, բայց սիրտը արյան մեջ է։ Եվ այո, այսօր դեմ կանգնել այդ համակարգին նշանակում է դեմ կանգնել քաղաքական ու ֆինանսական և ճնշող մեխանիզմի։ Բայց սա չէ, որ պիտի լրացնե մեզ։ Ես կշարունակեմ աղաղակել, ոչ ռուս միլիարդադերերը, ոչ քաղաքական հայտնիները պետք չէ որոշեն, թե ով է առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցին։ Այդ իրավունքը Աստվածաշունչը կուտա ժողովրդին Սուրբ Հոգու առաջնորդությամբ, այն ժողովրդին, որ կուլա, կաղոթե և կսպասե մաքրման, և այդ սպասումը պիտի մնա կամ պիտի չմնա ավարտուն։ Հավատացեք, ժամանակը շատ մոտ է։ Շնորհակալություն հարցադրումին համար և շնորհակալություն բաժանորդագրվելու մեր YouTube-յան ալիքին։